հասկանանք, թե որտեղից ենք ստանում էլեկտրական էներգիան և որտեղ է մեզ պետք գալիս։ Հիմա ուշադիր նայենք նկարին։ Հնադարյան մարդիկ ինչպես են, տեսեք, ինչքան է անհրաժեշտ եղել, որ իրենք գտել են կրակը, ինչի միջոցով են ձեր կարծիքով գտել, ասա ածուխի, ասա շարունակի, լրացրավարի, ասա առաջանում և դյուրավար ածուխների մոտ, ինչպես մեր Վահեն ասեց, խոտերի մոտ ստանում էին կրակը, ճիշտ է։ Այսինքն այդ քարը, որ սենց խփում էին, ինչ էր առաջանում։ Ինչ է առաջանում։ Կրակը առաջին քարից նրան մարդիկ կարողանում են հայտ եկարել և շարժել են ձեռքերի օգնությամբ և նորից կրակ պատել։ Իսկ այդ շարժելը ինչ է։ Ապա բոլորս եկեք շփվենք մեր ձեռքերը։ Ինչ ենք զգում։ Ասա Ռոզաննա։ Մարմինը շփվում, որ մտականում են։ Այսինքն շփման միջոցով ինչ է առաջանում։ Շփման միջոցով առաջանում է դավություն, կրակ, հա, և ձեր կարծիքով դա ինչն է, որ սենց տապանում է։ Դա ինչն է, որ առաջանում է, ասա Անի ջան։ Էներգիա, այսինքն էներգիան բարձրանում է և ինքը տաքանում է, չէ՞։ Ինչի շնորհիվ է տաքանում։ Շփման միջոցով։ Այսինքն մարդիկ ինչքան կարիք են ունեցել էներգիայի, տաքության, ջերմության։ Տեսեք երեխաներ, սկզբից ինչ են անել։ Քարերի միջոցով շտացել են կրակը, հետո քիչ, տեսեք, ասանք մեր օրերը։ Ճիշտ է երեխաներ։ Հիմա մենք լույսը հանգից միացնում ենք վարդակից, ճիշտ է։ Ստանում ենք միացում, անջատումը կատարում ենք վարդակներից։ Պարզ է երեխաներ այս անում։ Հիմա հասկանանք այդ բնության երևույթները, միայն այդ շփումը որտեղից եք վերցնում։ Մենակ որ ձեռքով այսպես չենք շփի, որ այստեղ լուսավորենք, էլեկտրաէներգիա ստանանք, այդ ինչ շփումներ բնության երևույթներից կան, որ ստանում ենք էլեկտրական էներգիա։ Ասա Անի։ Կարծակ, շատ լավ, ասա Գայանեն։ Քամի, փոթորիկը, այո, այդ ինչն է հոսում արագ տենց, որ ստանում ենք էլեկտրաէներգիա։ Գետերի, այո, գետերի հոսքերից, լավ, ստացանք էներգիա, բայց էներգիան ինչ ենք անում։ Գիտնականները հայտնաբերեցին բնության երևույթները, էներգիան ստացանք։ Բայց այդ էներգիան որտեղ ենք կուտակում, որ մենք կարողանանք հետո մենք ինքներս սպառողներս օգտագործենք։ Որտեղ ենք կուտակում երեխաներ։ Էլեկտրակայաններում, ահա տեսեք, ինչպես մայրիկները մեր պահածոները տարաներում պահում են, չէ՞, ձմեռը, այնպես էլ մենք էներգիա գիտնականների միջոցով հայտնաբերել են այդ երևույթները և կարողացել են կուտակել կայաններում։ Ինչպիսի երևույթներ կային ասեցինք, ջրի հոսքից, քամու հոսքից, այստեղ նայեք, մենք ունենք քամու էլեկտրակայան, քամու ուժից, տեսնում եք, ինչ է տեղի ունենում, ով կարող է ասել։ Ասա Գայանե։ Քամին ուժը գալիս է էլեկտրակայանի և կուտակվում է էլեկտրակայանում էներգիա և այստեղ տեսեք, ուշադիր նայեք, այստեղ սպառիչները մեկ լույս է վառում։ Ինքը տեսեք, լույս է, գայծ է տալիս, այսինքն ինքը էլեկտրաէներգիա սպառում է ինչը։ Մենք լույսը, սպառիչը, այո, բանավ, ինչով է հասնում այս քամու ուժի շփման էլեկտրաէներգիան հասնում է էլեկտրակայան։ Վահեն ջան, այս ինչ է հաղորդալարը։ Ասա Անի, հաղորդալարը ինչ է։ Ինչպես արյունը հոսում են երակներով, այդպես էլ Այո, իհարկե, արյունը, մարդու օրգանիզմում ինչպես արյունը հոսելով գնում է վերջույթներ, սիրտ, գլուխ, այնպես էլ էլեկտրաէներգիան հաղորդալարերի միջոցով գալիս հասնում է մեր սպառողներից, էլեկտրակայանից հասնում է գալիս է մեր սպառողներից։ Լավ երեխաներ, եկեք հաղորդալարի կառուցվածքը տեսնենք։ Ինչից է կազմված հաղորդալարը։ Գայանե ասա։ Հաղորդալարը կազմված է իրենց վերջին մետաղից, իսկ ինչ է։
երկաթով, ասա բարի ջան։ Ինչի են երկաթ։ Եթե մեկին բացել լինի, այդպես մենք հոսանքարն ենք։ Անվտանգությունից ելնելով, բայց երկաթը ինչի է երկաթ։ Երկաթը ինչ է անում հոսանքը։ Ինչ է անում, ասա գարանը։ Երկաթը հոսանքի դառնով ուժն է, Այսինքն հաղորդում է, չէ՞ հոսանքը։ Կարևոր երկաթը էլեկտրաէներգիայի ամենաուժեղ բանն է, որ Կարողանում է ինքը փոխանցել հաղորդալարերի միջոցով փոխանցել էլեկտրաէներգիա դեպի մեծ սպառողներից։ Շատ լավ, ասացինք մենք Ռեդինե Խողովյանի ինչներ անվտանգության կանոններից ելնելով, այո, պաշտպան։ Եթե հաղորդալարը վնասված լինի, մենք տեխնիկան կարող ենք օգտագործել։ Ոչ։ Լավ, եկեք մի հատ պարզագույն շղթա գծենք, որտեղ կա հաղորդալար, հոսանքի աղբյուր եւ անջատիչ եւ սպառիչ։ Նայեք, ուշադիր այստեղ, հոսանքի աղբյուրը ո՞րն է այստեղ։ Ո՞րն է այստեղ, ասանի։ Ի՞նչն է սա, գալվանական էլեմենտը։ Անջատիչը ո՞րն է, Միքայել, այստեղ։ Այո, սա է, ճիշտ է։ Հաղորդալարը երևում է այստեղ։ Այո։ Ինչ գույնի է։ Իսկ սպառիչը ո՞րն է այստեղ։ Իսկ ինչ է կոչում սպառիչ։ Կարևոր լամպը սպառում է ամբողջ էներգիան։ Այո, սպառում է ամբողջ էներգիան, շատ ճիշտ է։ Իսկ ով կգծի այդ բարձրագույն էլեկտրական շնավը ջան, հայ գծի։ Այսինքն մենք ունենք պայմանական նշաններ։ Տեսնում եք, անջատիչը ինչ պայմանական նշան է, սպառիչը ինչ է, հաղորդալարը ունի։ Հիմա չէ, բայ ջան, դա ինչ ես ուզում, պայմանական շղթա, որը այստեղ կա, ուշադիր նայեք, նախ հաղորդալարերը տարել ես, այստեղ պետք է լինեն անջատիչը, մեր պայմանական նշանները ո՞րն էր անջատիչը, այս տեսքը, գծիր, այստեղ, գծիր, սպառիչը, այստեղ գծիր, սպառիչը, շրջան, այո, տեսնում եք պայմանական նշանը, հոսանքի աղբյուրը, մենք պետք է այստեղ հոսանքի աղբյուրը որ չլինի, կմիանա լույսը, ոչ, հոսանքի աղբյուրը ինչ տեսք ունի, դրական և բացասական, սա է, դրական և բացասական, ճիշտ է գծել Միքայել, ուղղես հոսանքի աղբյուրը, մինուսը մենք այստեղ պետք է կարդ միանանք հաղորդալարերը իրար հետ։ Հաղորդալարը, եթե անջատվի, այստեղ մենք հոսանք չենք ունենա, ուրեմն կա հոսանքի աղբյուրը դրական և բացասական բևերներ։ Եթե նստիր, ապրես բարեջան, եթե երկու բևերները լինեն, այստեղ տեսեք երկու բևերներ են, եթե երկուսն է լինեն դրական, ինչ կառաջանա, հանի ինչ կառաջանա։ Պայթուն, այո, եթե երկուսն է լինեն բացասական, ինչ կառաջանա։ Եթե երկուսն են բացասական, ոչ ոք չի առաջ։ Այսինքն չես օգել, ուղղակի կանջատվի։ Այո, այստեղ տեսնում եք երեխաներ, կա երկու բևերներ և խրոցակի վրա, եթե մենք ուշադիր դիտարկենք, այնտեղ կա երկու անցքեր խրոցակին, մենք պետք է այս բևերներով օգտվենք սպառիչները մեր էլեկտրական տեխնիկան, միացնենք մեր վարդակին։ Արդ է երեխաներ։ Այ հիմա ես ուզում եմ ձեզ մի գործնական աշխատանք հանձնարարել, որտեղ մեր դասասենյակում կոչվում է մոնտաժ, էլեկտրոմոնտաժ, որտեղ մեր դասասենյակում կա մի քանի էլեկտրական լամպեր, սպառիչներ, եւ դուք որպես գործնական ապա տեսնեմ ով արագ կգծի։ Գծեք այդտեղ, ձեզ սեղանի տետրի մեջ գծեք, տեսնենք ով վերջում կներկայացնի ճիշտ։ Երեխաները առաջադրանքը վերջացրեցինք։ Այո։ Ով կներկայացնի դրա տախտակին։ Միքայել, ներկայացրու։ Առաջադրանքը նախ ներկայացրա, որ պետք է դասասենյակի
Դասասենյակի սպառիչները, լույսերը, ինչպես է մոնտաժվում, չէ՞ դասասենյակում, ապա ներկայացրել, գծի գրադարտակը, երեխաները դուք էլ հետևեք, տեսեք ճիշտ է գծում հապստարացական հայերը։ Այդ բոլոր հաղորդալարերը դու իրար միացրեցիր, ճիշտ է սա է։ Դա ինչն է, Միքայել։ մինուս պլյուսը Հոսանքի աղբյուրը, ճիշտ է, հետո դա ինչն է, անջատիչը շատ ճիշտ է, այդ որ սենց շրջանը սարել և խաշ, դա ինչն է, սպարիշները, այո, շարունակում ես դեր, սպարիշները, երեխաներ ճիշտ է արել, այո, ապա նայենք, տեսնենք մենք դասասենյակում քանի լույս ունենք, 6, այստեղ կա սպառիչներ 6, այո, այո, սա ինչն է Միքայել, հոսանքի աղբյուրը, որտեղից է հոսանքի աղբյուրը գալու, էլեկտրա, երեխաներ որտեղից է գալու, ասա, այո, էլեկտրակայաններից, սա ինչն է Միքայել, ասա բավիճը, անջատիչը, որտեղ է մեր անջատիչը գտնում դասասենյակում, այստեղ, այո, ես որ միացրեցի, անջատեցի, ճիշտ է, միացրեցի և անջատեցի, և սրանք ինչ էին, չէ, սրանք, սպարիչները, քանի հատ էին սպարիչներ, եթե ես այս ջնջեմ, լույսը կբարի, ոչ, սա ինչ է ջնջեցի ես, հաղորդալարը, ապրեք, հասկացել եք, ապրեք երեխաներ, եկեք շնորհակալ եմ, նստիկ, եկեք թվարկենք երեխաներ, մի քանի սպառիչներ, միայն լույսն է սպառիչ, մի քանի սպառիչներ, անի թվարկենք, լույս, ասա վերանեմ, ահա, դու, Սուզանա, ահա, լվացեք, այսինքն, այդ որ թվարկեցինք, իրենք առանց էլեկտրաէներգիայի չեն աշխատի, չեն կարող, այսինքն սպառիչները այն տեխնիկաներն են, որոնք աշխատում են, ինչով, էլեկտրաէներգիա, ապրեք երեխաներ, այսօր ինչ սովորեցինք, եկեք ամփոփենք մեր դասը, երեխաներ ծանոթացանք էլեկտրական էներգիային և մի բան ուզում եմ ձեզանից իմանալ, ինքը էլեկտրաէներգիան մի քիչ վտանգավոր երևույթ է, ինչ պիտի պահպանենք էլեկտրական էներգիայից ստանալով, զգուշանալով անալ։ Ինչպիսի անվտանգության կանոններ գիտենք, ասանք։ Թաց ձեռքերով չլիք չի գործել։ Ինչու թաց ձեռքերով չլիք չէ, որովհետև ինչ է անում։ Հաջուրը հաղորդում է էլեկտրաէներգիան և մարդը ինչ կլինի, կարող է հոսանքահարվել, ընդհուպ միջև մա, այո, իհարկե, այս է վերանեն։ Պետք է վարդակը ոչ թե քաշել, այլ պետք է բլել, նոր քաշել։ Նոր դուրս հանենք խրոցակից, այո, շատ ճիշտ է, ապրես, ասա։ Եթե հաղորդալարը վնասված է, պետք է մորոքին նոր միացնել։ Այո, ճիշտ է, Սուզանա դու ասում։ Կարծակի ժամանակ ոչ մոտենալ հոսանքի։ Այո, ճիշտ է, որովհետև կարծակի ինչից է կազմված։ Էլեկտրաէներգիա, այո, ասա, ավելացնելու բան ես գրել, լսում եմ։ Նաև երբ որ նստած պետք չի ինչ-որ բան միացնել հոսանքից, քանի որ կարող է կարծակատան
ջերմասարքի և պայթուցի։ Այսինքն կարող է առաջանալ, այսինքն տեխնիկան փչանալ, ճիշտ է։ Լավ երեխաներ, շատ ապրեք, բավականին գիտելիքներ ունեք, շնորհակալ եմ։ Եկեք կապվենք այսօր ինչ սովորեցինք և մեր կյանքում ինչպես պետք կգա։ Ռուզանա։ Պետք է պահպանել էներգիայի կանոնները։ Էներգիայի անվտանգության կանոնները։ Էլ ինչ սովորեցինք Մենք սովորեցինք, որ պետք է իմանալ, թե ոնց է կազմված մեր սերյակի գահավորումը և իմանալ, թե Գահավորումը, էլեկտրաէներգիայի մոնտաժը և ինչպես պետք է վերանորոգել կամ օգտագործել։ օգտագործենք, ապրեք, շատ լավ, այսինքն սպառիչներից պետք է ճիշտ կանոններով օգտագործենք, էլ ինչ ենք սովորել այսօր։ Հասկացանք, որ պետք է հաղորդալարը ես, որ վնասված են հավաքել, որպեսզի շահոսանքահարվեն։ Շատ լավ, էլ ինչ սովորեցինք, կյանքում էլ ինչ պետք կգա ձեզ։ Մեզ պետք է գալու հոսանքի կանոնները, որ հանկարծ մահի չի ենթարկվել, Կյանքի վնաս չտա։ չտան, մահը մի քիչ կոպիտ է նշում, բայց այո, կյանքի վնաս չտան։ Դուք գիտեիք, որ հոսանքը ոնց է ստեղծվում։ Գիտեիք, ծանոթացաք երևույթների, ինչպիսի երևույթներ կար, բնության երևույթներից ստացան հոսանքը։ Ասա բարը։ Կայծակից, ինչից, էլ ինչից, ջրի հոսքից, ասա։ Ոտորիկից կամ Ուժեղ քամուց, էլի կա, մի հատ լավ ջերմություն կա, ասա։ Արևի, այո, արևային պանելները հիմա շատ հարմար, եթե մենք մեր Հայաստանում նույնիսկ ավելի լավ ջերմ արև ունենք և այդ արևային պանելներից ստանում ենք էլեկտրաէներգիա, որը շատ հարմար է, այսօր շատ հարմար է։ Ապրեք երեխաներ, այսօրվա դասը համարեք ավարտ։